ապրել մեկտեղ, կյանքդ խառնել նրանց կյանքին, տառապանքդ տառապանքին, ջանքդ ջանքին, ցանքդ ցանքին եւ ենթարկվել նրանց կամքին, նրանց կամքն էլ քեզ ենթարկել, դառնալ եւ շանթարգել։ Այո, այսօր մենք կրկին սևակի խոսքն ենք կյանքի կոչել, բոլորս շանթ ու շանթարգել ենք դարձել։ Սահմանն ու թիկունքը, իմն ու քոնը միահյուսել ենք իրար, բոլոր եսերը դրել ենք մի կողմ, որ վերադարձին մեր լուսավոր առույցներին պատվով դիմավորենք, որ արժանի լինենք նրանց գործին ու նվիրումին, որ մի բաժակ հայկական գինով կարողանանք գոնե երախտիքի եւ շնորհակալության խոսքերը նրանց ասել բաց ճակատով։ Հայկական գինին հազարամյակները կամրջող մի յուրօրինակ հմայք ունի։ Այն լավ ընկեր է, ժամանակից դուրս, բայց միշտ ժամանակին համընթաց։ Նա շատ կարևոր մի առաքելություն ունի, միավորում է, օգնում է գտնել ճանապարհի ընկերներ։ Համի ուժի 7-րդ եթերաշրջանում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ մենք մի գավ գինի վերցրած ճամփորդում ենք լավ, վստահելի ընկերներ գտնելու համար ու նորից բացահայտելու անբացատրելին, որը Հայաստան աշխարհն է։ Եվ այսօր կրկին գնալու ենք գինու պատմության խորքերը, աշխարհին հայտնի ամենախորքերը։ Մենք կլինենք Արենի 1 քարանձավում եւ կպատմենք 6000 տարեկան գինու հնձանի գաղտնիքները։ Հետո կհանդիպենք 3 ընկերների, որոնց միավորել է հենց նույն հայկական գինին։ Նրանք միավորվել, ընկերացել եւ միասին արտադրում են Տրինիտի կանյոն հրաշալի գինիները։ Այնուհետև մի պահ կանգ կառնենք Դափնի ռեստորանում։ Թարմ ու համեղ մրգերից պատրաստված յուրահատուկ մի ըմպելիք ենք փորձելու, որը իհարկե պատրաստվում է հիմնականում հայկական արևահամ գինու հիմքով։ Այն կարող ենք կոչել փունշ, կրյուշոն կամ պարզապես սանգրիա։ Հնում գինիները պատրաստվել են հնձաններում։ Դրանք այգիներում գետնի մեջ փորած ավազաններ էին, որոնց մեջ լցվում էր խաղողը եւ ճմլվում։ Հնձան են անվանել նաեւ այգետնակները, որտեղ գետնի մեջ թաղված կարասների մեջ հնեցվում եւ պահվում էին գինիները։ Հայկական գրավոր աղբյուրներում հնձանն առաջին անգամ հիշատակվում է հենց Ագաթ մոտ, Գայանյանց կույսերի մասին պատմելիս, ովքեր ապաստան էին գտել Վաղարշապատի մոտակա հնձաններում։ Գառնու պալատական շենքերի մոտ, Զվարթնոցում, Հաղպատում, Դադիվանքում եւ այլուր հայտնաբերվել են բազմաթիվ հնձաններ։ Աշխարհի ամենահին հնձանը եւս Հայաստանում է, Արենի 1 քարայրում, եւ այն մոտ 6100 տարվա պատմություն ունի։ Քարանձավը գտնվում է Վայոց ձորում, Նորավանքի խաչմերուկից անմիջապես աջ։ Եթե դեռ չեք եղել այստեղ, ապա անպայման պետք է գալ եւ սեփական աչքերով տեսնել հնագույն այս հրաշքը, որը գտնվում է Արենի 1 քարայր գիտահետազոտական հիմնադրամի հոգացության ներքո։ Հիմա այստեղ պեղումները շարունակվում են եւ դեռ ահռելի հսկայական աշխատանք կա կատարելու, ինչի մասին մեզ կպատմի Արշավախմբի ղեկավար, գիտնական Բորիս Գասպարյան։ Պարոն Գասպարյան, մենք եկել ենք ամենապատմական համարվող հատվածներից մեկը, որտեղ շատերը գալիս են, անցնում են, զարմացած լսում են, բայց այդքան խորապես չգիտեն։ Օրինակ, այստեղ մենք ունենք Սա Արենից չի։ Ինչ է։ Սա երբ որ այդ Ստեփան լոռու այդ ճանապարհը որ բան են անում, այնտեղ մենք ունենք մի հայտնի վանական համալիր Քոբայրի վանք։ Քոբայրի վանք։ Իր մոտ ուրեմն իր հարևանությամբ տարածվում են հին դարավանդային միջնադարյան այգիներ, որոնք հավանաբար վանական տնտեսության մի մասն են կազմում եւ ճանապարհը մաքրելիս այ պատահաբար ուրեմն տրակտորը խփեց եւ բացեց ու փչացրեց մի հնձան։ Սա այդ այնտեղ գրածեփը տեսնում եք, տաքարի վրա դրված եւ ապշելու բան, այսքան աշխատանք տաքարը պահելու համար, տաքարի վրա դրված մի այսպես քար էր, քանի որ պիտի կորեր, գողացանք, բերեցինք այստեղ, որտեղ գիտենք, որ ուղղակի կորչելու է, գնա եւ այլն։ Ձեր գինիներն է։ Այսպես փորձեր անելով, հավաքելով, մենք էլ ենք սովորում, հասկանում եք, ամեն օր մի բան սովորում, մի բան, որտեղ ցավոք սրտի մեզ մոտ
արդեն կորում են եւ կարասագործությունը։ Ես հիմա կարաս չեմ կարող ճարեմ, ուղղակի որովհետեւ կարաս պատրաստող վարպետ, որպես այդպեսին այլևս չկա։ Բայց մենք որ գնում ենք, բոլոր գինեգործները գրեթե ունեն առանձին կարասային գինե պատրաստում։ Փորձում են, այո, իրենք փորձում են, բայց դրանք փորձնական այսպես, հա, էլի այն հին ձևը չի։ Ցավոք սրտի դա դեռ պետքա նախ պետքա բարձել այդ հին ձևը որն է։ Ամբողջ խնդիրը դա է, որ մենք շատ քիչ բան գիտենք մեր հնագույն գինեգործության մասին, այսինքն դա գիտական process է, դա էլ ուսումնասիրելով ինչ որտեղ ես շատ ողջունում եմ, որ մարդիկ անում են այդպիսի բաներ եւ այլն, որպեսզի գիտելիքը չմեռնի, էլի ինչ որտեղ։ Ինքը եռադահլիճ քարայր է։ Եվ այստեղ են, չէ՞, գտնվել են կոշիկները։ Դուք այն է, տեսնում եք։ Հիմա մենք այլ կոշիկներ ունենք։ Իհարկե ոչ այդքան հին։ Չէ, ոչ ավելի հին, բայց ոչ այդքան լավ պահպանված։ Այսա է։ Սա այս հատվածն է։ Ներբանը։ Այս հատվածն։ Հա, կրունկի։ Կոշիկի։ Հիմա։ Հա։ Այն կոշիկը չարող է, որը մեր պապերն են հագել, ինքը ինչպես է։ Միատուն, այսպես միակտոր կաշվից ֆորման դնում վրան, կտրում են ինքը պատրաստ է։ Սա կոմբինացված։ Այսինքն, երբ որ դու կտորները կոշիկի կտրում ես, հետո կարում ես։ Այսինքն արդի կոշիկի կոնցեպտն է։ Եվ սա 1000 տարով ավելի հին է, քան այն կոշիկը։ Մենք հիմա գտնվում ենք Արենի Քարանձավի առաջին սրահում։ Առաջին Քարանձավի, որովհետև առաջին դահլիճի ներքին հատվածում։ Սա բիտում է։ Հա։ Այսինքն այս ապարները իրենց մեջ նավթի բիտումանոսնի բաներ են, ապարներ են կոչվում, եւ սրանք օգտագործվել են նաեւ հին մարդկանց կողմից խեցեր են ներկելու, ինչ որ բաներ, ջրի դեմ նաեւ։ Հա, այդ կապված։ Ահա։ Այսա մեր բացած իսկապես ամենաանսպասելի եւ ամենաֆանտաստիկ հատվածն է։ Մեկ գաղտնի մուտք եւս տեսնում եք այնտեղ փորված։ Էլի չգիտենք ուր է տանը։ Սա այդ մեր հայտնի գինու արտադրական համալիրն է, որում ենք պարծենում։ Որերորդ հազարամյակ։ 4-րդ հազարամյակի սկիզբ, այսինքն 6000 տարեկան։ Խոսքս Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակի սկիզբ եւ այս ամբողջ այս կավակերտերի զարմանահրաշ աշխարհը, որը մենք դեռ մինչև վերջ այդպես էլ չենք հասկանում, թե ակնհայտ մենք գործ ունենք ծեսի հետ։ Ակնհայտ ամենայն հավանականությամբ դուք տեսնում եք կավակերտերը տարբերում են, ինչ չափսերով, իրենց դրսման աստիճանով։ Սա ավելի փափուկ է ու մեծ։ Եվ սա տեղում է արվել։ Իսկ սա դրսում արվել, թրծած վերել, հողվել է։ Դուք տեսնում եք ուրեմն նրանք կտեսնեք, որ տարբերում են իրենց պարունակությամբ։ Իսկ ես ճիշտ եմ հասկանում, որ կա նաև բարձրադիրից դեպի ավելի ցածրադիրի եկող, թե դա ուղղակի մեր փորվածքի։ Եվ ես ձեզ ասեմ, այն ներքևի շերտը տեսակ, չէ՞։ Այս շերտը եւ այն շերտը նույն բանն են։ Քարայրը հնում էսպես է եղել։ Այսինքն մենք, այո, հիմա քարայրը ունի ռելիեֆի այլ ձև եւ կոնֆիգ։ Եվ իմիջիայլոց ասեմ ձեզ, երբ որ իջնում եք այն ներքևը եւ նայում եք այն նեղ մուտքին, որ մտան ահռելի մուտք է։ Այսինքն քարայրը եղել է լրիվ ուրիշ բան, այն ժամանակ մարդիկ իրեն տեսել են այլ կերպ, մենք իրեն տեսնում ենք այսօր այլ կերպ։ Նա էս կոսմոսը, ասեմ ձեզ, թաղումներ չեն, սրանք ամենայն հավանականությամբ գինեպահոցներ են։ Ոչ էլ գինեպահոցներ, սրանք ծիսական անոթներ են, կավակերտեր են, որոնց մեջ ինչ ասես չկա, զարդ, չգիտեմ, տարբեր ուրեմն աշխատանքային գործիքներ, բաներ, մարդու մի ոսկոր, ասենք ոտքի ոսկոր, ձեռքի ոսկոր, մեր այդ գինում այդ տաքարից մենք ունենք եփված, կերված աջ ձեռք եւ մարդու մատ, որտեվ սա է մարմինը կերեք, սա է մարմինը խմեք, սա ծեսերի մեռնող հարություն առնող Աստծո պաշտամունքի հետ կապված բան է, հաղորդության ծեսն է, այսինքն իրենք դա ոչ թե ամենօրյա մարդակերություն է, այլ դա ռիտուալ մարդակերություն է, այսինքն այդպես հաղորդակցվել են իրենց աստվածներին եւ այլն։ Ընդհանուր առմամբ այս գինեգործությունն է, սա ամենօրյա գինի խմելու այսպես արարողություն չի, սա ծես է։ Եվ ընդհանրապես եթե դուք նայեք ամենավաղ գինեգործության հետ կապված հուշարձանները աշխարհում գտնված եւ դնեք քարտեզի վրա, դուք կտեսնեք, որ նրանք 100%-ով ծիսական են։
Հարց, այսինքն այն գինեգործությունը ու գինու մշակույթը իր բոլոր փոփոխություններով հանդերձ, որի կրողն ենք մենք այսօր, գալիս է այս ավանդական հավատացեք գալիս է այստեղ, որտեղ մենք տեսնում ենք ինքը չի ընդհատվում։ Մենք տեսնում ենք գինեգործությունը, հա, սրանից հետո ասենք մյուս մշակույթներում, մենք տեսնում ենք երկաթի դարում, Վանի թագարությունում մենք տեսնում ենք գինու ամենահին աշխարհի ամենաշատ գինի արտադրող երկրներից մեկը, որը անգամ Ասորեստանի հետ, եթե մենք մի քիչ ասենք քաղաքականացումը թողենք այս կողմ, իրականում Վանի թագարություն Ասորեստան պայքարը կարելի է դիտարկել գարեջրի եւ գինու պատերազմ։ Եվ իսկապես, եւ այդ կարասները, ես ինչի եմ դուք աշուր բանի պալի պալատիկ բարձրաքանդակներից մեկում դա հանրահայտ բան է, բայց շատ տարածված չի կտեսնեք։ Կարասը ուրեմն սայլի վրա դրած ասորի զինվորները գերի են տանում։ Տրաֆի, այսինքն կարասը դա այնքան բարդ բան է, այնքան մշակութային երևույթ է ու գնահատված, կարասը գանձ է։ Իրանք չեն ալարում կիլոմետրեր հարյուրավոր, հա, կարասը այդ պատկասում եք, չէ՞, հսկա կարասները քաշ տալ տանելը, որ չջարդեն, էլի։ Գնում ենք մյուս սրա։ Չէ, արդեն վերջ այստեղ տեսեք երկրորդ դահլիճը, սա ձեր այն որ ասում եք Մոս քաղաքը։ Այ տեսեք, երկրաշարժից այս ամբողջ դահլիճը ժայռերը թափել են ներքևը եւ այս նույն աշխարհն է։ Այնտեղ այս նույն շերտերը 4.5 մետր հզորություն ունեն։ Այսինքն որ պեղում ես, սենց անոթը սենց իրար մեջ դրած։ Դա մի քանի սեր։ Ոնց է այդքանը պեղել։ Դե, հիմա փառք ու պատիվ էր։ Ես արդեն այդ երեխեքն են։ Ես որպես կամավոր սիրով պատրաստ եմ։ Հավատացեք, մի հատ բաղ չի կպել։ Բաղ չի կպել։ Դա ամեն ինչը վրձինով են արել երեխեք, որտեվ ճացն են էլի։ Եվ այս այն մեր եկած տեղն է։ Հա։ Հիմա մենք ուզում ենք, որպեսզի այստեղ կարողանանք դալ շպեղել, որ զբոսաշրջիկների հոսքը կարողանանք ճիշտ ապահովել, այսպես պատով անցուղիով մարդը այնտեղից մտնի, գա այստեղից դուրս գա։ Եվ տեսնի, որտեվ այդպես քարը չի փչացնի։ Էլի այդ ցիրկուլյացիան մենք ուզում ենք ապագայում այս ամեն ինչը ներքևում ավելի շատ վերարտադրել, որ մարդը այդքան հուշարձանի հետ չշփվի, այսինքն ինքը ներքևում այս ամեն ինչը լսի, տեսնի, հետո գա այստեղով մի հատ այն Լենինի մավզոլեի պես անցնի, գնա եւ այլն, բայց դե դրա համար պետք են միջոցներ, տարիներ։ Միջալը ձեզ ասեմ, մեր ծրագիրը այսպես է, Արենի ծրագիրը ինքը այսպես իր նպատակը որն է, այս ձորում է շրջակա, հո այս մի հուշարձանը չի, որ մենք պեղում ենք, մենք Ելփինում ենք պեղում, Չիկնաղուր արտական էլի այսպեսի տիսական հուշարձան, Մոխրոտում, այստեղ, այնտեղ, Արենի քեյվ երկրորդը։ Արենի քեյվ երկրորդը, տասնյակ հուշարձաններ, եւ որոնցից որը գտնում ենք, որ դիտարժան բան է, դա ուզում ենք ապագայում սարքել տուրիստական, որ մարդը գա այս ամբողջը հասկանա։ Հաճախ բերում են արդեն վերջին ժամանակներում բերում են տարբեր խաղողի սորտեր եւ տնկիներ են դնում ու փորձում են նաեւ այստեղ հասկանալ ինչպես կաճի ենթադրենք սիրան։ Արդյոք դա փոխում է մեր տերուարի բնական Իհարկե։ Ես չեմ ասում ինչ որ, հա, բերում են այդ հիվանդությունները, որ կարող են բերել եւ այլն ֆիլոքսերա, բան, վիճում են այդ մասին, կա, չկա, բայց հավատացեք, ով է զբաղվել դրանով, լուրջ որ։ Գիտեք, երբ որ դու ասում ես գիտեմ, ես հա էլի, ես այսպես, ես այնպես, անմիջապես ով է ուսումնասիրել դա։ Ինչի, տեսեք, ես ասում եմ, փորձում ենք վայրի խաղողից գինի ստանալ եւ այլն։ Եվ արել է։ Պետք է կամած, կարող է հարևան գործանում արել, մի հատ խոսել, ասել դու ինչ արեցիր եւ այլն։ Ոնց ենք ստացել։ Մեր առաջին գինին մենք ոնց ենք ստացել։ Ոնց է մարդը հասկացել, որ այս խմիչքից մարդ, չգիտեմ, գլուխդ պատտվում է, դու հաճույք ես տանում։ Երբ որ այդ ձորում վայրի խաղը հավաքել է, հետո մոռացել է ամանի մեջ եւ ինքը թթվել։ Այդ ես պատկասում եմ, sense կափարիչը բացել, հոտ է քաշել, այդ հոտը հատ sense խփել է քթին, ինքը սկսել է հասկանալ, հին մարդիկ են տաղանդավորել։ Գիտեք, բնությունը մի նաեւ զարմանահրաշ բան է, միշտ հանճարներ է ծնում։ Միշտ այնպես չի, որ այսօրվա մարդը խելոք է այն մարդ, դա մեկ, ինչպես ասեցի, այնտեղ ունենք այնա քարը։ Տեսնում եք այն փայտերը, որ երևում են։ Քարի վրա sense խաղողը բան արված, այդ փոսիկի մեջ նա կարող էր բրաժենյա ստանալ եւ այլն։ Ախր նայեք, ինչքան խել։ Սա տեսնում եք ինչ, հա։ Փոց։ Կնոպկա։ Կոճգամ։ Կոճգամ։
Դե հիմա նայեք, խսիրը, Հա։ այս էլ կոճգամը, որ այստեղից են, որպեսզի խսիրը հատակին չտեղաշարժվի, այս կոճգամը Կոճգամով մեխել են գամու։ 6000 տարի առաջ արդեն մարդը հետ ողավ։ Հիմա այդ կոճգամը կլինի մետաղից, պլաստիկից։ Այսինքն մենք նոր բան չենք ստեղծում, մենք անընդհատ սպառում ենք տեխնոլոգիաներն ենք սարքացնում։ Որն է Արենի Քեյվ երկրորդը։ Այն նեղլիկ ճեղքը։ Այն նեղլիկ ճեղքը, որի համար մենք միշտ ձեռք ենք առնում, ասում ենք երևի հարսը իրան լավ չի պահի, կեսուրա տղուն աղջկան ասա գնացեք այնտեղ ապրեք։ Հիմա այնտեղ ինքը, եթե մեր պեղումները հաստատեցին, ինքը կդառնա Եվրասիայի ամենահին մարդու բնակավայրերից մեկը։ Տրինիտի կանյոն այգիների համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը համոզված է, որ խաղողը մրգերի թագուհին է։ Դրա համար էլ հայերը այն պատկերել են տաճարներին եւ այլուր։ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում աշխարհի հնագույն հնձանի մոտակայքում են աճում Տրինիտի կանյոն այգիների խաղողի յուրահատուկ այգիները, որոնց բերքից էլ ստանում են հավատքով, ավանդույթներով եւ լեգենդներով պարուրված անմահական գինիներ։ Աղավնաձորի ընտրությունն իհարկե պատահական չի եղել։ Երկար ժամանակ հետազոտել են։ Հողն անալիզների են ենթարկել Հայաստանում եւ Ֆրանսիայում ու համոզվել, որ այստեղ տերոարը, հողի, օդի, արևի համադրությունը պարզապես կատարյալ է։ Հովակիմը վստահ է, որ հայկական գինին նավթից էլ լավ ոսկի է, որ Հայաստանը ոսկու մի մեծ կարաս է, միայն թե պետք է գինեգործությունը զարգացնել ինչպես որ հարկն է։ Հայերը սիրում ենք, որ լինենք ինչ-որ բանով առանձնահատուկ։ Ու սա սիրում ենք նշել ինչ-որ celebrity-ներին, հայտնի մարդկանց կամ գիտնականներին, որ այս ինչ են արել, այն ինչ են արել, բայց ըստ իս արդեն հայ հասկացողությունը ինքը իրանով շատ խորհրդավոր մի հասկացողություն է, որ ապրել է լեռներում, որը մարմնի այս մասը կոչել է տարբերություն, ասենք անգլիացիների, որոնք arm են ասում, զենք է դա նշանակում, կոչել է թև, ինքը վերևում հանգիստ ապրել է եւ ասու այդ առաջնորդվելով եւ առնչվելով ստեղծել է այդ մշակույթ։ Կոմիտաս վարդապետը մի շատ գեղեցիկ բան ասեց, իր վերջի ինտերվյուն էր, ասեց պետք չի ձեզ աշխարհին բացեք։ Ինքը ասեց դուք լավը ստեղծեք, աշխարհը կգա ձեզ մոտ։ Երբ որ մենք եկանք ստեղ ու հայտնաբերեցինք, որ շշմելու էնդոգեն սորտեր կան գինու, բացի նրանից, որ շշմելու մազալու տեսակներ են խաղողի, շատ հրաշալի գինի է կարող է ստացվել ու նամանավանդ մի քիչ հեռու է, ընդհանրապես 5-10 րոպեվա ճանապարհի վրա աշխարհի հնագույն գինու հնձանն է, փաստացի, մենք հասկանում ենք, որ մենք նստած ենք մի ոսկու լեռան վրա կամ ոսկի արարածան շուրջ մշակույթն է, որտեղ կարող ենք ստեղծենք, այլ անգլերեն ասեմ, top of the line, այսինքն լավագույն գինիներ կարող է ստեղծել, ոչ թե մրցելով աշխարհի հետ, այլ ինքդ քո համար, քո երեխաների, քո ընտանիքի համար, քո կոնցեպտի մեջ։ Այո, եւ տեղից էլ եկա մեր օրգանական գինի ստեղծելու մշակույթը, որ դու չես ուզում թույն ես խաղողը, դու ուզում ես շփվես, սիրես իրան։ Հիմա հենց հիմա դուք եկել եք այգեկութի ժամանակն, այս լուսինը կոչվում է այգեկութի լուսին։ Հիմա հավաքվելու է Աղավնաձորում, Վայոց ձորում խաղողը սիրով ու այգեկութ է կոչվում, որտեղ դու ոնց որ կովին ես գտում, դենց էլ խաղողն ես գտում, ինքը ուրախ է, որ դու իրան գտում ես, ջնռում ես, գինի ես սարքում ու դա եղել է մեր սովորական կյանքը հազարամյակներ։ Մեր գինեգործ Արտեմ Պարսեղյանը հանդիպեց մի գինեգործի Ավստրիայից, որը բիոդինամիկ տնտեսության գինիներ է սարքում ու իր մոտ մտնելը դժվար է։ Ինքը փակ տնտեսություն է, հանրահայտ, շատ թանկ գինիներ ունի, երբ որ ինքը եկավ խմեց 6100-ը կարմիրը, աշկերը թրջվեցին ու խոնարհվեց, ասեց շնորհակալ եմ ձեզ, որ դու գինու օրանում պատրաստում եք այդ գինին։ Ու այդ միջոցով, այդ գինու միջոցով նաև մենք կարող ենք աշխարհին ասենք, որ մենք էլ իմաստ ու արժանի ենք մնանք այս աշխարհում,
ու ես փոքր կղզյակում որ մեզ շնորհված է, պատրաստենք լավագույն գինիները։ Ես հիշում եմ Կոստանդզարյանն ասում էր, ես կարողացա անել այն, ինչ չկարողացավ անել Լևոն Շանթը, միացնել արևմտահայերենն ու արևելահայերենը ու դառնալ դրանց միջև կամուրջ։ Մենք կարող ենք ասել, որ ձեր գինիները դարձան յուրօրինակ կամուրջ արևմտյան եւ արևելյան գինեգործության մշակույթների։ Այո, նույնիսկ խորհրդանշական է, որ մեր գինեգործը արևելահայաստանցի է եւ իր օգնականը Արևմտյան Հայաստանից է։ Իրանց մոտ հիմա գոյանում է նոր գինու լեզու, որտեղ կա մի քիչ արևմտահայերեն ու խորհրդանշական է նաև, որ Կոմիտասը, որ Հալեպից եկավ եւ միացավ մեր թիմին, տարիներ աշխատելով, ինքը հենց տարբեր ճմարաններով անցնելով եկավ հայտնվեց այդտեղ ու հայտնվեց միտեղ, որտեղ կա Կոմիտասը, որ էլի նույն ճակատագիրն է ունեցել իր ոլորտում, որ տեսնեք ոնց է Կոմիտասը ապարում, այն էլ ինքը մենակ ապարում է Կոմիտասի այդ 2-3 ձայնագրության, որ մնացել է այդ երաշխության տակ, ու այդ նույն ոգով էլ գինի է պատրաստում։ Ու գինին մենք, ասենց ասեմ, մենք բիզնես չենք։ Մենք պատրաստում ենք լավ հավեսով բաներ, մեր համար, մեր ընտանիքի համար, դե կողքից էլ որ վաճառում ենք լավ է, ու մանավանդ շատ ուրախանում ենք, որ հայերը առնչվում են իրենց մշակույթին, այդ 7 օր, 7 գիշերանոց մշակույթին, երբ որ ամբողջ գյուղը 40 կարաս էր բացում, սպասում էր այդ օրվան, մեկը մյուսի համար ուրախանում էր, մենք ուզում ենք մասնակցենք այդ ուրախությանը, բոլորին, հիմի ասենք ազգի, թե ասենք գյուղի, կարևոր չի։ Գնանք բացահայտենք Տրինիտի գինիների հեքիաթային աշխարհը, սա գինեգործարան չէ իր դասական ընկալմամբ եւ իսկապես լաբորատորիա է, ինչպես ասաց Հովակիմ Սաղաթելյանը, համահիմնադիրներից։ Գնանք, Արտեմ ջան, ուղեկցեք։ Wow! Սիրա, Cab, Merlot, Chardonnay։ Դա նպատակային չէր, որպեսզի մենք Վայզորի տերոարը փոխենք ֆրանսիական դարձնենք, բայց մեր համար շատ հետաքրքիր փորձ էր վերցնել խաղողները, որոնք մենք ճանաչում ենք, ու իրանց դնել մի հատ միջավայրի մեջ, որ իրանց համար անծանոթ է, այսինքն 1300 մետր բարձրություն, ջուրը ուրիշ, արևը ակտիվ։ Ու ստացվեց, որ իրանք իրականում սփյուռքահայ խաղողներ են։ Խնդրում եմ ձեզ։ Արենին է եկել, գնացել է, պատտվել է Ֆրանսիայում, վերադարձել է, դարել է Cab, իհարկե։ Չեմ ուզում դա ինչ-որ գենետիկ միավորում գտնել արենու Cab-ի միջև, բայց հնարավոր է, քանի որ գինու օրանը ստեղ է, գինու մշակույթը, խաղողի մշակույթը սկսվել է այս տարածաշրջանից, ոչ մեր Հայաստանից, ընդհանուր։ Ու իրանց հետ էլ ենք աշխատում, փոքր plantation-ներ են, քիչ քանակով ենք անում իրանց, բայց այսօր երևի կփորձենք Cab-ի ու արենի միավորումը։ Հետաքրքիր է Արենին խոսում Cab-ի հետ կամ Սիրայի հետ կամ Սիրայի հետ հիանալի է խոսում։ Ես Սիրայի հետ նաև փորձել եմ խնդողնին, լրիվ ուրիշ պատմություն է դառնում։ Իհարկե։ Շատ հետաքրքիր։ Հզոր սորտ է, շատ։ Շատ ուժեղ բնավորություն ունի, Արցախին բնորոշ։ Իհարկե, իհարկե։ Ինչպես Հովակիմը ասեց, լաբ ենք մտնում, մի սպասեք industrial ինչ-որ իջակ, չնայած միայն ուրախ ենք։ Սկսենք կարասներից։ Իհարկե, սկսենք իրանցից։ 1917 ու կողքնել Օհանեան 5 գինեգործի անունն է փորագրած, մենք չենք արել, այդպես են գտել, ցավոք սրտի Հայաստանում կարասագործությունը չկա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ մոտավորապես այս կերպով խմորել են կամ ստեղծել են գինիները ժամանակին մեր պապերը, առանց որևէ բանի։ Հավանաբար։ Ինձ թվում է, որովհետև ուրիշ տարբերակ չի եղել։ Այդպես, այս մասը գործանի արդեն մեր այսպես կոչված շատ շահակերտներով ինդաստրիալ մասն է, այսինքն ինոքս թանքեր են, որտեղ խմորվում են մեր մնացած գինիները։ Մոտավորապես 8 էտիկետ կա, այստեղ է պատրաստվում։ Ուզում եմ հասկանալ, որտեղից ենք եւ ինչ ենք խմելու։ Հիմա խմորման կեսերն ենք, կարող ենք մահաճար փորձել, կարող ենք անցած տարվա սիրա փորձել հենց թանքից։ Մենք փորձում ենք սիրա 2019 թիվ մագնեշմամբ, եկեք ձեր բաժակները ունեցեք։ Քիչ։ Լավ։ Դեց։
մակդշումները օրգանիկ են եղել։ Սիրայի բույրը տարբեր է։ Սա այս սիրան արդեն սպասում է շիշ մտնելուն, այսինքն ինքը արդեն ֆիլտրված է։ Սա դեռ պիտի բլենդ արվի արենի հետ, մոտավորապես 80-20 բանով, proportion-ով։ Հիմա սա բլենդ արած, չէ՞։ Սա սիրա է, մաքուր սիրա է։ Շատ կին է։ Հա, սիրան։ Մենք գտանք, որ արենին ինչ որ շատ հետաքրքիր երանգ է փոխանցում սիրային։ Արենին ավելի տղամարդկային է, չեմ կարող բացատրել ինչու։ Սիրան կանացի է եւ այդ մի քիչ խառնուրդը իրար հետ ճիշտ միացություն են կազմում։ Մենք գտնվում ենք Trinity Canyon գինեգործարանում, որը շատ հետաքրքիր կրկին ընտանեկան, ես կասեի նույնիսկ ընկերական կոնցեպտ է, եւ ամենակարևորն այն է, որ այստեղ ունենք նաեւ հնարավորություն հասկանալու խորապես օրգանական գինի ասվածը, բիոմեխանիկական, անընդհատ հետ եմ գնում հիշելով մեր անհայտ բաժանորդը ֆիլմը։ Մենք կարող ենք հասկանալ աշխարհի տրենդերը եւ ինչ է ընդհանրապես այսօր աշխարհը ընդունում որպես լավ գինի։ Որն է լավ գինին։ Շատ բարդ հարց է, որը երևի թե պատասխան չունի, քանի որ իմ կարծիքով լավ գինին այն է, ինչ որ դու ես հավանում, այսինքն ամեն մեկի համար մեր քիմքին հարմար է։ Իհարկե։ Ինձ միշտ հարցնում են, հատկապես այն ընկերներից, որոնք գինուց այդքան մոտ չեն, հիմա մոտենում են իհարկե, միշտ ասում են ամենալավ խաղը որն է։ Ամենալավ սպիտակն է թե կարմիրն է, բայց այդպես բան չկա։ Այսինքն կան խաղողներ, որ ես անձամբ եմ սիրում։ Օրինակ։ Եթե հայկականից վերցնենք Խաթուն Խարջին, որը փորձեցինք մի քիչ առաջ, իմ կարծիքով ամենամեծ պոտենցիալ ունեցող հայկական սպիտակ խաղողներից մեկն է, ոսկյատա արենին։ Մենք գտնվում ենք Trinity Canyon գինեգործարանում եւ ամենագեղեցիկ ավանդական փաստերից է, որ խաղողը ճզմելուց առաջ հիմնական ճզմել են կանայք, տղամարդիկ այդ կանանց ոտքերը լվացել են, ցողել են ջրով եւ դա թարմացրել եւ բնականաբար կարեւոր հիգիենայի հարցերը լուծել, ինչից հետո արդեն կանայք գնացել են, բարձրացել են, ճզմել են։ Հայոց ուրարտական արքաներն ամեն գարուն խալդի տաճարում խաղողի ու բերքատվության համար զոհաբերության ծեսեր էին կատարում։ Օրհնություն էին խնդրում երկնային ուժերից։ Եվ այդ արարողակարգը կրկնում էին տարեկան 3 անգամ։ Երբ խաղողը ծաղկում էր, երբ վազը կքում էր ծանրացած ողկույզից եւ երբ բերքահավաք էր։ Այ բերքահավաքն իսկական տոն էր դառնում, որի ժամանակ ամենախորհրդավոր ծեսերից մեկը հենց խաղողը ճզմելն էր։ Բոլորին չէ, որ բախտ էր վիճակվում գինու համար խաղողը տրորել։ Այսօր այդ կարևոր ու պատվաբեր գործը ես եմ անելու։ Խաղողի հյութը ճզմելու եմ ինքնուրույն։ Տասվեց թվին, որ կարծեմ Ռոմի պապը եկավ, իր ընդունելության այս գինուց խմեց, հետո մոտեցել էր Նատան Սրբազանին, ասել էր մի շիշ ուղարկեք ինձ, էլի սրանից, հարցրել էին, առավոտյան պատարակը ինքը արեց այս սպիտակ էյով, մաքուր ոսկեհատով ու հետո որ ինձ ասում էին դե էլի հորինել ես բանես, ես սիրում եմ հորինել, ես էլ իր անձնական նվերն է, իր բրիլոկ ուղարկեց, ես ուղարկե գինեգործներին, ոսկե ջրած իր անձնական գերբով, դե նես չի որ ինքը գինու մեծ գիտակ է, ու մենք ասում ենք, բայց պատիվ է, էլի, եթե տենց հյուր է գալի ու քո գինին հավանում է, հենց հիմա այս գինով էլ մենք ասենք իրար բարով տեսանք, արդեն ներողություն խնդրում այրեն բաժակում ոսկե դարձնելու համար, բայց մենք սիրով կվայելենք։ Աշխատում։ Ինչ լավն է։ Ինչու է է։ Էական է, էլի։ Դե Սասունցի Դավիթը որ ասում են ինչ որ նշան է գրում, չէ՞, ըստ մեր հետազոտությունից հենց էն է գրել։ Էն։ Այն ցիտիկը որ տեսնում եք, դա մեր պատմության թանգարանից է, աշխարհում միակ հնագույն պահպանված նման անոթն է, որը եւ ջրի եւ գինու է, որի եւս մի կիրառումը մենք ենք գտել, դեռ ինքը նաեւ հետարքիր ծիտ է, ու ծիտն էլ մեր խորհրդանիշն է Տրինիտիի, ու մենք ունենք մի բանակ Տրինի ծտեր,
Դա այն կանայք են գեղեցիկ, որոնք մեծ արժանինքներ ունեն մեր առաջ, օրինակ առավոտ լուսոյը դիմավորում են այգեկութը։ Եթե տեսնեք կենաց ծառը, որը որդատունքն է, դե նուրն էլ կա, դա գալիս է Մեսոպոտամիայի ավանդույթից։ Իրանք այս ցիտիկները ուտում են կենաց ծառի պտուղը։ Դուք խմում եք կենաց ծառը եւ կենաց եք ասում։ Սա այն ծառն է, որը հենց պատկերված է շատ ու շատ մեր տաճարների հենց մուտքում, ու մեր խաչքարներն էլ ըստ էության դա նույն կենաց ծառի տրանսֆորմացիան է տիրոջ ընդունելուց հետո։ Ու այս ցիտիկները հրաշագործ ցիտիկն է, օրինակ մենք բոլորս ընդամենը երկու հատ է պահպանվել աշխարհում, մեկը հենց ողջ է, մեկը դեկորներն է մնացել հրաշքով, ու այդ ցիտիկը տարբեր բաներ անում, գործեր անում, որից մեկը հիմա շատ շուտով դուք կտեսնեք։ Դե խնդրում եմ հիմա սպիտակ գինին վայելեք։ Սա ձեզ ջուր։ Հա, շնորհակալություն։ Դուք ուզում եք անմիջապես մինչև կարմիրը։ Ուզում եմ կույ ժելեզը նյարդրած տեսնել։ Դե լավ, բայց դրանք ո՞նց է ինքը տրամադրված։ Ինքը անոթ է, պատմական անոթ, ասում եմ, էս իհարկե ռեպլիկան է, որին մենք սիրով կոչում ենք տրինիցիտ։ Ոնց է տրամադրված այսօր։ Լավ է ոնց որ։ Ես շոյել եմ իրան, գլխից շատ եմ։ Հիմա պիտի խնդրենք Նազենին, որ ինքը ինչ անեմ։ Համտեսի էս հեղուկը, ու ասի ինչ է, բայց խնդրում եմ համտեսի։ Կարող է ջուրը։ Սառը լավ համոտ ջուր։ Դե վստահ եմ, որ վստահում եք Նազենին։ Իմ ձեռքում եմ լցրել։ Հա, հիմա փորձում ենք լցնենք իր մեջ ջուրը։ Լցրեցինք։ Հա։ Մի շատ կարևոր է իրան սիրել։ Ինչի, որովհետև ինքը հիմա անում է տրանսֆորմացիան, այս նույն ժամանակ, որ ոնց ես բացատրեմ, սերը ընթացք է, չէ, ինքը այս ընթացքը հիմի վայելում է, լսում է ձեզ, ցանկացած իր կենթանանում է, ինքը հիմի մարսեց այս խմիչքը, ջուրը, ու այդ մարսելու ընթացքում ինքը հիմի մտածում է, այ ոնց ասենք, թե տրամադրությունը շուրջը, եթե դուք լավ եք տրամադրում ձեզ, հիմա խնդրում եմ մի բաժակ տվեք, հիմի կտեսնենք, ամբողջ կապված է ինչ կտամես Նազենիից, տեսնենք ինչ է տալի։ Ինքը մեզ տվեց կարմիր գինի, սա իմ հորինածը չի, սա ձեր նախնիների սովորական անոթն է, խնդրում եմ զենքս բերեք, որտեղ տրինիցիտին չգողանան, մեզանից հանկարծ Սա ձերն է, ձեր ժառանգությունն է, թանգարանում դրած է։ Խնդրում եմ։ Իսկ ուր գնաց այդ ջուրը։ Հետո։ Դե խնդրում եմ նստեք։ Մենք գտնվում ենք Trinity Canyon գինեգործարանում, իրականում սա հեքիաթային մի աշխարհ է, որտեղ ամեն վարքյան ունես բացահայտելու, սովորելու բան, եւ Հովհակիմ Սաղաթելյանը այս ամենի տանտերը համահիմնադիր եւ Trinity հրաշագործ, կարող եմ այդպես ասել, միշտ ունի յուրօրինակ պատմություններով այս գինիները համեմելու հատկություն։ Պարզապես պետք է վեր կենալ, գալ, հասնել Վայոց ձոր, որը այդքան հեռու չէ, որքան թվում է հաճախ, եւ ճանաչել այն անսպառ մշակույթը ու պատմությունը, որը մենք ունենք, բայց արդյոք գիտենք, այս է խնդիրը։ Արենիի հնադարյան հնձանից ու Տրինիտի կանյոն այգիների ջերմ հյուրընկալությունից հետո առաջարկում եմ մի փոքր դադար առնել։ Գնանք Երևանի գինու փողոցով զբոսնելու, այնուհետև Սարյան 1 հասցեում տեղակայված Դափնի ռեստորան կայցելենք, որտեղ մեզ միշտ սիրով սպասում են։ Մենք արդեն հասցրել ենք ձեզ ներկայացնել այս գողտրիկ եւ շատ ճաշակով անկյունը, որտեղ մեծագույն սիրով եւ խստապահանջ հետևողականությամբ պատրաստվում են բոլոր ուտեստները։ Բայց այսօր մենք պատրաստելու ենք թարմացնող մրգային կրյուշոն, պունշ կամ ինչպես Դափնիում են ասում, սպիտակ սանգրիա։ Վիտալի, ինչ ենք ստեղծելու ու ստեղծագործելու։ Մենք սարքելու ենք այսօր սանգրիա, դա իսպանական ըմպելիք, սարքվում է տարբեր ոճով, մենք այսօր սարքելու ենք սպիտակ գինով, կարելի է սկսել գինուց, կարող ենք գինի ավելացնենք, հետո միրգ, հյութեր ու իր համեմունքներ։ Ուրեմն մենք ունենք սառույց, հա։ Սառույց, հա, կրուշոնիցայի մեջ մենք սառույց ենք պահում, ավելացնում ենք ու գինի, հիմա սպիտակ գինի ավելացնենք մոտ մի շիշ, այսինքն 750 մլ։
Ժողովուրդ, ինչքան շատ, այդքան հետաքրքիր, այդքան բարձր տրամադրություն եւ շատ հյուրեր եւ խմել ու ամառ մինչեւ վերջ։ Իսկ ես կասեմ մի բան, այն ինչը այսօր կոչում ենք սանգրիա, որովհետեւ ըմպել են շատերը, ասենք Բարսելոնայում կամ Մադրիդում, հին ավանդական սովետական Հայաստանում ասում էին պունշ, ավելին։ Մենք պարզեցինք, որ պունշը, այսքան փանչը եղել է հնդկական խմիչք, որը առաջացել է հենց անգլիացիների Հնդկաստանում եղած ու աշխատած ժամանակ եւ շատ դեպքերում նավերի տեղափոխման արդյունքում այդ խմիչքների ավելցուկից կամ տարբեր խմիչքների ներկայությունից փանջ հինգն է հինդիով ստեղծվել է այս յուրահատուկ խմիչքը, որը ֆրանսիացիները կոչում են գրյուշոն, պարզ է, որ կան նրբություններ պատրաստման եղանակի մեջ, այսպիսով 5 տարբեր ինգրեդիենտ մեր փունջի մեջ, նույն հայերեն փունջ բառն է, տեսեք որտեղից ուր հասանք, 1632 թվականից ասում են առաջին անգամ է ամրագրվել Հնդկաստանում այս տիպի խմիչքը։ Այսպիսով, սանգրիայի համար անհրաժեշտ են շատ մրգեր, հիմնականում ցիտրուսային, նարինջ, թուրինջ, կիտրոն, լայմ, խնձոր կամ որևէ միրգ, որը ձեր տանը կա։ Նաև իհարկե պետք է սպիտակ հայկական գինի, բակարդի, կոնյակ, հանքային ջուր, մեղր, ցիտրուսային մրգերի եւ դեղցի հյութ, դարչինի փայտիկներ ու սառույց։ Դե շատ վտանգավոր խմիչք է։ Ըմպում ես ինչպես զովացուցիչ ու վերջում լավանդա։ Ամերա, չէ՞։ Լավ սարքեցիք, կեցեք Վիտալիկ ջան։ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ միասին մենք ունենք հնարավորություն բացահայտելու առաջին հերթին լավ մարդկանց, որոնք ստեղծում են այն արժեքը, որոնցով էլ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է զարգանալ, ամրանալ եւ զարմացնել, կարևոր է։ Կհանդիպենք։ Հազարավոր ճանապարհներ ենք անցել, հարյուրավոր մարդկանց հյուրընկալվել, տարբեր մարդկանց մասին ենք պատմել, բայց դեռ շարունակում ենք զարմանալ հայ մարդու հոգևոր ներքին ուժի, արարելու անսպառ էներգիայի, կարողության, կամքի, անելանելի թվացող իրականությունը նոր, գեղեցիկ եւ հաղթական սկիզբ դարձնելու տաղանդի վրա։ Ես վստահ եմ, որ դեռ էլի ճանապարհներ ունենք անցնելու, դեռ էլի շատ ու շատ բացահայտումներ ունենք անելու, բայց հիմա ուզում ենք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին, համի ուժի այս եթերաշրջանում արարող հայ մարդու գինոտ ճակատագիրը մեր առաջ այսպես գեղեցիկ բացելու համար։ Կհանդիպենք։